Ձեր բարեկամներ, Տեր Հիսուսի անունով ողջունում ենք բոլորիդ։ Ուրախությամբ ձեզ պիտի ներկայացնեմ այսօրվա մեր հյուրին, շատերի համար ճանաչված մի անձնավորություն, Սունդուկյանի թատրոնի դերասանուհի, նաև մարիոնետների թատրոնի բեմադրող ռեժիսոր Աննա Էլբակյանը։ Ափսոս այսօր Արմենը իր ամուսինը այստեղ չի գտնվում հարգելի պատճառով, բայց կարծում եմ, որ այն զրույցը, որ մենք Աննայի հետ պիտի ունենանք, նաև Աննան Արմենի փոխարեն էլ այդ զրույցը պիտի անցկացնի եւ նրա պակասությունը կարծում եմ զգացնել չպիտի տա բոլորովին։ Այսօր թերևս ձեզ համար անակնկալ պիտի լինի մեր խոսակցության ամբողջ նյութը եւ պարունակությունը։ Աննա, պատրաստ ես։ Չգիտեմ, կարծում եմ։ Այո, թող Տեր առաջնորդի այս խոսակցության մեջ։ Ձեզ սիրով պիտի ասեմ, որ Աննան ոչ միայն ճանաչված դերասանուհի է, նաև հոգևոր մի անձնավորություն է, ով որ ճանաչում է ճշմարիտ Աստծուն, որ հավիտենական կյանք է բերել մեր սիրելի Փրկչին Հիսուս Քրիստոսին։ Այս հանգամանքը մեզ այնքան ուրախացրեց եւ ոգևորեց, որ անհամբերությամբ սպասում ենք այս պահին, որ այս զրույցը պիտի տեղի ունենար։ Կարծում եմ մեր դիտողների համար շատ հետաքրքիր պիտի լինի իմանալ քո վկայությունդ ինչպես եղավ, որ դու Աստծուն ճանաչեցիր։ Խնդրեմ։ Նախ ուզում եմ ողջունել բոլոր իմ քույրերին եւ եղբայրներին եւ ասել, որ սա իմ առաջին ինձ հետ հարցազրույցն է, եթե կարելի այդպես ասել, հոգևոր հարցազրույցը։ Չնայած Երևանում շատ են եղել, ասենք, հարցազրույցներ ավելի իմ մասնագիտության հետ առնչվող, որտեղ ես վկայել եմ գուցե Աստծո խոսք, որտեղ խոսել եմ Աստծո մասին, բայց դա շատ թռուցիկ է եղել եւ ես հիմա հուզվում եմ եւ շատ ուրախ եմ։ Ես չգիտեմ, ես երբեք կամերայի տեսախցիկի առաջ ինձ այսքան երջանիկ չեմ զգացել։ Երևի էլի մի անգամ, երբ որ առաջին անգամ ինձ ասացին, որ դու մեր համար Աննա Էլբակյանը չես, իդեպ Կիրովականից։ Այո, Կիրովականից, որ իմացել էին, որ ես ապաշխարել եմ եւ իրենց քույրն եմ, այդ եկեղեցուց մի անդամ, մի եղբայր ասեց, դու հիմա մեր քույրն ես, մեր Աննան ես, ու այդ ոնց որ իմ ծնունդը եղավ, ոնց որ իմ հոգևոր ընդունելությունը, հոգևոր ընտանիք, հա, եթե կարելի է այդպես ասել։ Ինչ ասեմ, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Նախորդ ուզում եմ ասել, որ կփորձեմ լինել շատ անկեղծ այսօր ու կարծում եմ, որ այդ անկեղծությունը ոնց որ աշխարհում ընդունված շատ դերասանուհիների մոտ ոչ թե կնպաստի, որ իմ իմիջը կամ իմ եսը կամ իմ անունը կամ իմ դիրքը բարձրանա, որ դա էլ ինչ որ մի խաղ է, շատ անկեղծ է, այլ իրոք ես ուզում եմ այն մարդկանց, որոնք այսօր իմ խոսքի, իմ վկայության կարիք ունեն, իրոք ուզում եմ, որ Աստված այն սրտերում, որոնք կլսեն, որովհետև կարծում եմ, որ մարդիկ կլինեն, որոնք սրտանց կլսեն այս հաղորդումը, այդ սրտերում ինչ-որ աշխատանք անի, գուցե ինչ-որ բան նորոգի, գուցե շնորհի այդ ապաշխարության, այդ հրաշքը, այդ նոր ծնունդը, ի վերուս ծնունդը երկրորդ, որ կատարվում է։ Ես ապաշխարել եմ 4 տարի, կարող եմ ասել 98 թվականին, կարող եմ ստույգ ասել, ինչու, որովհետև ես շատ երկար տարիներ ինձ համարել եմ հավատացյալ։ Ես նորից եմ ասում եւ երևի մի քանի անգամ հաղորդման ընթացքում կկրկնեմ, որ ես շատ անկեղծ եմ, թող նրանք ում որ դուր չգա այս անկեղծությունը ինձ նախորոքներ են։ Ես ինձ համարել եմ հավատացյալ, ես գնացել եմ տաճար, ես ունեմ սիրելի տաճարներ, շատ գեղեցիկ, ես վառել եմ իմ մոմերը, ես մտել եմ խորան եւ ծնկաչոք աղոթել եմ։ Ես բայց հիմա մտածում եմ, որ եւ գուցե հաստատ գիտեմ, որ ես փնտրում էի իրական կենթանի հանդիպում այն տիրոջ հետ, որի մասին խոսվում էր, որին աղոթվում էր,
որից շատ ուղղակի հրաշքներ եմ տեսել իմ կյանքում։ Բայց 4 տարի առաջ շատ հետաքրքիր դեպքերի բերումով այնպես դասավորվեցին իմ կյանքում պարագաները, որ ես ապրեցի հոգևոր մահ։ Դա 98 թվականն էր, երբ եթե նայեիր աշխարհիկ աչքերով ուղղակի մարդկային, այն ինչ որ հիմա ընդունված է համարել լավ կյանք, ես ամեն ինչ ունեի։ Ամեն ինչ։ Եվ ամեն ինչ ինձ շատ հեշտ էր տրվում, բայց իմ ներսս մի բան ասում էր, որ դու ինչ որ մի բանի կարիք ունես, եւ եթե դու չհանդիպես Աստծուն, այդ ինչ որ մի բանը Պլատոն ասում է, ամեն մարդ ունի մի տեղ, որը դատարկ է, որը լցվում է միայն Աստծով։ Այդ տեղը ոչ մի ուրիշ բանով չի կարող լցվել։ Ես ապրում եի այդ հոգևոր մահ ու փառք Աստծուն դրա համար։ Ես ապրում էի ցերեկը իմ կյանքը աշխարհիկ, բայց ամեն գիշեր իմ բարձը ողողվում էր արցունքներով, այնքան որ իմ երեխեքը ասում էին. «Մամ, խնդրում ենք, նույնիսկ ծննդյանս օրը բացի գրեցին, խնդրում ենք, այսօրվանից քո ծննդյան օրն է, էլ մի լացեի»։ Այդպես ես անդադ լացում էի ու չէի հասկանում ինչու, բայց հասկանում էի, որ ես մի բանի կարիք ունեմ, մի շատ զորավոր բանի, որ ես այլևս չեմ կարող ապրել հին ձևով, որ ես մահանում եմ, ես այդ հոգևոր մահը իրապես ապրել եմ։ Եվ տեղի ունեցավ շատ հետաքրքիր բան։ Ես որ ինձ համարում էի հավատացյալ, ես որ պահում էի բոլոր այդ ծեսերը եւ ամեն ինչը եւ համարում էի լավ իսկապես հավատքի մարդ, մեր թատրոնում իսկ այն ժամանակ ես Սոս Սարգսյանի համազգայինի թատրոնում էի, կային դերասաններ, որոնք արդեն ապաշխարել էին եւ ճանաչում էին Հիսուսին եւ ապրում էին իրենով եւ ես նայում էի իրենց եւ ասում էի մտքումս այս մարդիկ ինչ որ մի բան գիտեն ավելին քան ես, իրանք իրական, ոնց ասեմ, պրակտիկապես, գործնականորեն մի բան ունեն, որ ես չունեմ։ Այո։ Շատ հետաքրքիր այդ տարբերությունը ես զգում էի։ Եվ երբ որ շատ վատացա, արդեն հասավ այն ամենածայրակետին իմ կյանքը, իդեպ ասեմ, որ գիտեն շատերը խոսվում է ժողովրդի մեջ, որ դերասանների կյանքը այդքան էլ հեշտ չի, մարդիկ են, որոնք տարվում են, որոնք էմոցիոնալ են, ավելի զգայական են, քան ռացիոնալ, հա, ավելի զգայական էակներ են, կարելի է այդպես ասել, գուցե փխրուն։ Նրանք տարվում են, շուտ սիրահարվում են, միշտ չէ, որ իրենց կյանքում ընտանեկան ամեն ինչ հարթ է գնում։ Ես 3 անգամ բաժանվել եմ իմ ամուսնուց եւ այդ ժամանակեր, երբ որ էլի կար բաժանություն եւ ընդհանրապես նորից միանալու մասին խոսք անգամ չէր կարող գնալ, ամեն ինչ այնպես էր կոտրվել, ինքը ուներ իր կյանքը, ես ունեի իմ կյանքը, մենք լավ ընկերներ էինք, մենք սիրում էինք մեր ընդհանուր երեխաներին եւ այդքան բան։ Եվ ես այդ ուզում եմ ասել, ինչ վիճակում էի նաեւ ընտանիքում։ Եվ հետաքրքիր է, որ ես մոտեցա այդ աղջկան մեր դերասանուհիներից մեկին եւ ասեցի, ես քեզ խնդրում եմ, դու ինձ ասա, դու այդ ինչ ունես, որ ես չունեմ, եւ կարող ես ինձ օգնել, թե ոչ։ Եվ ինքը սուսուփուս ասեց, դու մի բանի կարիք ունես։ Շատ հետաքրքիր բան ասեց։ Իմիջիալից ինձ համար դա եղել է ինչ որ մի հրաշք։ Ասեց դու հոգևոր ընտանիքի կարիք ունես, որովհետև ես իրան պնդում եմ, որ ես Աստծուն ունեմ իմ կյանքում, այո, ռեալ հավատում եմ։ Եվ ինքը ինձ տարավ եկեղեցի։ Տարավ այնտեղ, որտեղ պաշտում էին Տիրոջը, որտեղ փառաբանում էին, որտեղ աղոթում էին։ Ես մտա եկեղեցի եւ առաջի իմ բանը, ռեակցիան եղավ, որ հիմա կսկսեն այստեղ ինձ կճանաչեն, լավ կլինի ինձ չնայեն, լավ կլինի ու ոնց է լինում մարդ, որ այնպես քայլում, որ իբր իրան չեն տեսնում։ Խուսափում էի այդ հայացքներից, որովհետև
զգում էի, որ մի փոքր իմ սրտին մեկը կպնի ու քաղցր խոսք ասի, ինչ որ մի բան, սիրո, ինչ որ մի նշան, ես կփլվեմ, ու այդպես էլ եղավ։ Երբ որ աղոթում էին, ես փլվեցի ու սկսեցի լաց լինել, շատ ավելի ուժեղ, քան լաց է լինում այդ բոլոր օրերին, ու հանկարծ հասկացա, որ այս մարդիկ բոլորովին չեն զարմանում, իրենց համար դա նորմալ երևույթ է, չեն ասում վայ, ինչ ա եղել քո կյանքում, որ շատ նորմալ, պարզվեց, որ բոլորը անցել են այդ ճանապարհով, հիմա մեկը լաց ա եղել, մեկը լաց չի եղել, բայց շատ լավ ինձ հասկանում են։ Մարդիկ են, որոնք բոլորովին նպատակ չունեն ինձ նայելու որպես Աննա Էլբակյան կամ ինչ որ, չգիտեմ, դերերից հիշեն կամ ով ա եկել մեր եկեղեցի, բացարձակ, ես մեկն եմ իրանցից, ոչ մեծ եմ, ոչ փոքր, ոչ բարձր եմ, ոչ ցածր, ընդունելի եմ, սիրելի եմ, ինչպիսին որ կամ, իսկ ես ահավոր էի այդ ժամանակ, մարդու նման չի, լաց եղած ու չի հասկանում, ինչ ոնց է մարդ, երբ որ արդեն ուշադրություն չի դարձնում, փլվել է լրիվ։ Իրանք ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին ես եմ հիմա։ Ու հանկարծ ես հասկացա, որ ինձ ընդունում է ինքը Տերը, իր ընտանիք, այնպիսին, ինչպիսին որ կամ իմ մեղքերով, իմ սխալներով, իմ կեղտոտ վիճակով, իմ լավ ու վատ բաներով, իմ շնորհքներով, հաջողություններով, անհաջողություններով, իմ անկատարությամբ Տերը ինձ ընդունել է։ Հալելույա։ Եվ ես մենակ մի բան ասեցի, խնդրում եմ աղոթեք ինձ համար, որովհետև ես գալիս էի այստեղ, այն ժամանակ մուլտեր էի ձայնագրում, Պարադիս ստուդիայում, այստեղ էլ կա Պարադիս։ Հոգևոր այդ մուլտերը որ կան, թարգմանությունները։ Ես արել եմ այդ հոգևոր թարգմանությունները, բայց աշխատում էի ուրիշ ֆրանսիական մուլտերի վրա, Գուղբերի պատմություն։ Այն 5 րոպե կար որ հասնեմ այն մարդուն, որը սպասում էր, որ պիտի ինձ տանի եկեղեցի եւ ամբողջ այդ ժամանակ այդ ճանապարհին ասում է, ես այսօր ծնվելու եմ, ինձ ոչ ոք դա չէր ասել։ Ես գիտեի, որ այս ահավոր հոգևոր մահից հետո կա մի բան, ու այդ մի բանը Տիրոջ շնորհքն է, որ ես այլևս չեմ կարող, բայց մեկը կա, որ զորավոր է ինձանից, մեկը կա, որ ուզում է, որ ես ծնվեմ որպես նոր մարդ, իր երկնային արքայության մեջ։ Ես դա ուղղակի զգում էի սրտանց, ես գնում էի դրան, ես դրա կարիքը ունեի։ Ես հիմա խոսում եմ նրանց համար, ովքեր իրոք կարիքը ունեն, որովհետև ինձ թվում է, որ չգիտեմ, ինձ համար ոչ թե ոչ սիրելի բանն է, բայց ես դեմ եմ ընկնում, ես չեմ կարողանում էլ շարունակել մարդկանց մոտ խոսել, որոնք բավարարված են, որոնք այնքան կուշտ են, որ այլևս կարիք չունեն։ Աստված ասեց, եկեք ինձ մոտ բոլոր կարիքավորներ։ Այո, հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Ու տեղի ունեցավ Աստծո հրաշքը, ես եկա տուն, հետո իմ աղջիկս Տիրոջը ընդունեց, Փառք Աստծո։ հետո իմ տղան Տիրոջը ընդունեց, դա 98 թվականին էր, շատ հետաքրքիր, ես նույնիսկ երեխաներից չեմ ստիպել, բայց իրանք տեսան իմ փոփոխությունը եւ անկարելի բան էր, որ իրանք չուզենային դա ունենալ։ Եվ իրապես այդ վիճակի մեջ դու քեզ երջանիկ ես զգում։ Ես երջանիկ էի, ես նույնիսկ ֆիզիկապես զգում էի, որ իմ վրայից այդ բեռները դուրս են եկել, հավատում եք, ոնց որ 40 կիլո, ոնց որ մարդ երբ որ սապատավոր, ինքը չի զգում, որ ինքը սապատավոր է, հա, մարդ երբ որ գեր է, թողնել են ինձ բոլոր գերերը, ես իրանց շատ սիրում եմ, ես էլ եմ գիրացել, բայց ինքը չի զգում այդ կիլոգրամները, հա, գուցե ինչ որտեղ նեղություն ա տալիս, բայց ինքը անընդհատ դա չի զգում։ Բայց եթե իրանից վերցնես, եթե ծանր բեռ ունես, եւ հանկարծ այդ ծանր բեռը տալիս ես, շունչ ես կաշում, այդպես ես զգացում, որ 40 կիլոգրամ ինձանից մեկը վերցնել, իսկապես։ Ես ապրեցի այդ երջանկությունը, այդ Իվերուս ծնունդը, որը Հիսուսը Նիկոդեմոսին ասեց, ես դա իրական ապրեցի։ Դա իմ ապաշխարությունն էր։ Հետո պատմեմ էլի։ Պատմիր, լրիվ ժամը տրամադրված է քեզ հանգիստ կա քո մտքերը դկիսի մեր դիտողների հետ։ Ես չեմ կարծում, որ շատ հետաքրքիր է իմ կյանքը, բայց ես կարծում եմ, որ շատ օգտակար է նրանց համար, ովքեր գուցե կարիք ունեն լսելու, գուցե իմ վիճակի մեջ են եղել, չգիտեմ։ Հետո տեղի ունեցավ շատ հետաքրքիր մի բան։
Աստված սկսեց առաջնորդել ինձ քայլերի մեջ իմ կյանքում։ Ես ուզում եմ մի քիչ անդրադառնանք մարդկանց, որոնք ընդունել են Տիրոջը եւ հետո շարունակում են ապրել, բռնվել իրենց այն սովորական կյանքից, որոնք իրենք ապրում են, որովհետեւ դա անբնական երևույթ է։ Դա շատ անբնական է։ Երբ դու ծնվում ես վերուստ, երբ դու ապաշխարում ես, երբ դու ընդունում ես Տիրոջը որպես քո անձնական տեր ու փրկիչ, տեղի ունենում շատ հետաքրքիր մի բան։ Հրաշք։ Մշտապես ներքին մի ձայն քո քայլերը դե սկսում շտկել, քո միտքը, ասենք, աշխարհայացքը դե փոխվում։ Քո մեջ ծնվում է այդ կարիքը քայլել Տիրոջ հետ, լինել իր ընտանիքում, փնտրել մարդկանց, որոնք նույնպես Տիրոջը գիտեն։ Ամեն։ Այդ ուրախությունը կիսել մարդկանց հետ, անել ավետարանչություն, էլեմենտար։ Մարդկանց պատմել, որովհետև չես կարող մենակ այդ վայելել։ Դա հնարավոր բան չի։ Հիսուսին չասած։ Մի ուրախություն է, որ ուզում ես կիսել բոլորի հետ։ Որովհետև չես կարող ճրակը վառել եւ գրավանի տակ դնել, այլ պիտի աշտարակին դնես, որ բոլոր շրջապատը լուսավորի։ Ու նույնը տեղ ունեցավ ինձ հետ։ Եվ շատ հետաքրքիր է, իմ կյանքում Աստված սկսեց արագորեն գործել եւ ես սկսեցի անել մեծ քայլեր։ Նախ աղոթում էի, ասեցի ես Տեր ինձ նվիրում եմ քեզ, այն իմաստով, որ նաև որ ես չունեմ ամուսին եւ գիտեք ինչ, ոնց է ընդունված մտածել, չունեն ամուսին շատ ընդունված եւ տարածված ձև է։ Կունենան ընկեր, չէ, boyfriend, girlfriend, այստեղ շատ տարածված է այդտեղ էլ եւ ամբողջ աշխարհ դա նորմալ է։ Դա շատ նորմալ երևույթ է։ Օ, Տերը ասեց։ Եթե ունենաս ամուսին, լինելու է միայն իմ կամքով, որովհետև արդեն այն ինչ որ դու ունես, իմ սեփականությունն է, եւ քո կյանքը պահված է իմ մեջ։ Հալելույա։ Այդպես գրված է։ Ճշմարտություն է այո դա։ Ամեն։ Եվ ինձ բոլորովին միևնույն չի թե ով է լինելու քո ամուսինը եւ լինելու է թե չի լինելու։ Ես ունեմ իմ ծրագիրը քո հետ։ Դու ծնվել ես իմ ծրագրի մեջ, որովհետև կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն ապաշխարել, նրանք էլ ծնված են սատանայի ծրագրի մեջ։ Մահով մահացած են ավելի ճիշտ։ Որոնք թեև շնչում են, կան, քայլում են, բայց Աստծո համար մեռած։ Հավիտենական մահվան մեջ։ Աննա ջան, այս պահին կարծում եմ կուլմինացիոն պահ է։ Հետաքրքիր պիտի լինի բոլորի համար լսելու, թե Արմենի դարձը ինչպես եղավ, ձեր միացումը ասեմ։ Այս գնում եմ դրան։ Շատ դանդաղ, բայց մի տարի ոչինչ տեղի չէր ունենում, բայց Աստված խոսում էր ինձ եւ մարդկանց, որոնք ինձ շատ սիրում են եւ որոնք աղոթում էին իմ ընտանիքի համար, որովհետեւ դրա կարիքը շատ կար։ Արմենը ուներ իր կյանքը, նորից եմ ասում, ես էլ ապրում էի Աստծով իմ երկու երեխաների հետ, ապրում էի երջանիկ, բայց ոնց որ ինչ որ մի բան պակաս էր, ոնց որ եւ երեխաները դրա կարիքը ունեին, բայց սրտով ես չէի պատկերացնում, որ կարող է այդ բանը տեղի ունենալ, որովհետեւ ինչքան կարելի է նույն փորձը ունենալ, ինչքան կարելի է նույն փորձը անել եւ չի ստացվում, բայց այն ինչ որ մարդը չի կարող է Աստված։ Եվ եթե Աստված մի դուռ բացում է, ոչ ոք չի կարող փակել։ Շատ ճիշտ է։ Այո, ու Աստված խոսեց ինձ եւ պատրաստեց։ Նախ պարագաներ ստեղծվեցին, որ մենք միասին աշխատենք։ Դա մի ահավոր բան էր, որտեղ ես ու Արմենը իրար հետ, շունն ու կատվի նման։ Երբ որ աշխատում ենք նույն, ասենք, պիեսի վրա։ Պարագա ստեղծվեց Սունդուկյանի թատրոնում, սկսեցինք փորձել։ Ինքը ռեժիսորն էր, ես պիտի խաղայի գլխավոր դերը։ Շատ դժվար ճանապարհ անցանք։ Գիտեք ինչ, այդ շատ հեշտ է ասել։ Օ, իմ մոտ ամեն ինչ լավ եղավ, այդպես չի։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում։ Եթե ասենք մի տուն, որտեղ սկսում ես տունը մաքրել ու ոնց են ասում, մեծ շաբաթօրյա կանել, սկզբից որ սկսում ես անել, տունը ամբողջ խառնվում է իրար, որովհետև դու սկսում ես քանդել բոլոր դարակները եւ այլն, ինչ որ պետք, ինչ որ տեղերում էր իբր, հիմա դուրս է գալիս նորից եւ թվացյալ խառնվում է տունը, երբ որ Աստված սկսում է մեր կյանքում իր կարգ ու կանոնը անել, դասավորել ու մաքրություն անել, սկզբից թվում է, որ ամեն ինչ խառնվեց իրար, որովհետև քո համար անսովոր երևույթ է դա։ Դու սովորություններ ունես, դու խոցված տեղեր ունես, դու կոտրված տեղեր ունես, դու ունես ցավեր,
ինքը սկսում է բժշկել, ինքը սկսում է մաքրել քո կյանքը։ Ու այդ թվացյալ խառնաշփոթից հետո գալիս է այն դասավորվածությունը, որ Աստված ասում, քիչ սկսում է դասավորել քո կյանքը։ Հետո երբ որ այդ ներկայացումը վերջացավ, շատ հետաքրքիր էլի մի պարագա ստեղծվեց, երբ Արմենը ինձ այցելեց, ես արդեն գիտեի, որ մենք պիտի միանանք։ Եվ ես հրապարակ աղավամ այնտեղ ասում էի, որ Աստված իմ կյանքը նորոգելու է, Աստված միաբանելու է իմ ընտանիքը։ Բարկաստում։ Բոլորը լսում էին, ասում էին, հիմա ինքը ընկել է Արմենի հետևից։ Բայց դա այդպես չէր, ես չէի ամաչում դա անել, որովհետև ես Տիրոջից խոստում ունեի, որ ինքը շատ ուզում է, դա իր կամքն է, որ մենք միանանք։ Այր եւ կին մեկ մարմին։ Այդպես է։ Այն ինչ որ Աստված միաբանում է, թող մարդը չբաժանի, չէ՞։ Դերևս այդպես էլ եղավ, բայց ես պայման եմ դեր արդեն ներողություն, ես ասել էի, ես այս անգամ թող լինի քո կամքով, այս անգամ, չգիտեմ Արմենը գիտի թե չէ, մինչև Արմենը չընդունի քեզ որպես իր անձնական տեր ու փրկիչ, ես չեմ միանալու իր հետ։ Ոչ թե չեմ միանալու, այլ ես գիտեք ինչ, արդեն Աստծուն այնքան մոտ էի զգում, որ ասում էի Տեր դու կարող ես այդ անել։ Դու կարող ես զորությամբ անել։ Ու տեղի ունեցավ այդ բանը սկզբից ինքը ուրեմն ապաշխարեց, ընդունեց Տիրոջը, բայց ոչ այդպես։ Ինքը եկավ ասեց, ես արդեն տեսա, որ ինքը ընդունել է։ Եկավ ասեց, ես ընդունել եմ, ես ուզում եմ, որ մեր ընտանիքը լինի միասին, ու մենք միացանք։ Փառք Աստծո։ Եվ Աստված մինչև հիմա ինչ որ բաներ անում է։ Եվ տարբերությունը այս ամեն բաների մեջ Հիսուս Քրիստոս է, որ կարող է կոտրած սրտերը միացրել, փշրված բաները ամրացնել եւ ամեն այն ինչ որ կարող է մարդուն խորթացնել մարդուց, Հիսուս կարող է հաշտեցնել իր հոգիով եւ սիրով։ Ամեն։ Ես կարդամ իմ սիրած մասը, դուք ներող եղեք, որովհետև սա իմ ձեռքի կտակարանը չի, բայց արևմտահայերեն է, բայց ես կկարդամ իմ սիրած մասը։ Ղուկասու ավետարանի 4 գլխից 18 խոսքից սկսած, այն ինչ որ Տերը իր մասին վկայեց։ Okay. Այն ինչ որ գրված է Եսայի մարգարեությունում։ Տիրոջ հոգին իմ վրաս է, վասն զիզիս օծեց աղքատներին ավետարան քարոզելու, զիզ ղրկեց կոտրած սիրտ ունեցողները բժշկելու, գերիներին ազատություն և կույրերուն տեսություն քարոզելու, հարստահարություն կրողները ազատելու, Տիրոջը ընդունելի տարին քարոզելու, ամեն։ Ամեն։ Սա Տերը ինքը վկայում է իր մասին, այդ հոգին ինձ զորություն ունի։ Հրաշք։ Ինձ զորություն ունի։ Այն ինչ որ մարդը չի կարող անել։ Այո, ամենակալ Աստված կարող է անել։ Գիտեք, ես անցյալ տարի երբ որ եկել էի այստեղ, ես եկել էի, ես չգիտեմ բոլորը գիտեն թե չէ, այստեղ գնաց նաև այդ տեսաժապավենը։ Իմ կյանքում, մեր կյանքում իմ ու Արմենի շատ ահավոր դեպք տեղի ունեցավ, իմ տղան, որ լողանում էր, ինքը 18 տարեկան էր, լողանում էր Հրազդանի լճում, ինքը և իր ընկերը խեղդվեցին։ Եվ անցյալ տարի, երբ ես եկել էի այստեղ, ես գիտեմ, որ իմ տղան ննջած է Հիսուսի մեջ։ Ամեն։ Ես դա և խոսք եմ ստացել, և հավատում եմ, և Աստված նշաններով է խոսել Արմենի հետ, որովհետև Արմենը աղաղակում էր և հարցեր ուներ բնականը և կռիվներ ուներ Աստծո հետ։ Թե ինչու Տեր Աստված, նա իրավունք ուներ և ես համարում եմ, որ դա շատ ճիշտ է, որ լինես անկեղծ, ազատ, բաց Տիրոջ հետ, բաց, որովհետև ինքը մեր հայրն է, հարազատ։ Այո, ճշմարիտ է այդպես։ Ավելի հարազատ, քան մեր մարմնավոր հայրը կարող է լինի։ Եվ Աստված խոսեց եւ իրեն եւ ինձ նշաններով, ինձ Աստծո խոսքը տվեց, ես ունեմ ինձ մոտ նշած, ով որ ունի Աստվածաշունչ կարող է նայել, ես հիմա ուղղակի չունեմ, կարող եք Վարդան ջան կարդալ։ Եսայի մեջ Եսայի 57-ի առաջի երկրորդ խոսքը։ Ես կարդամ թե դու։ Կուզես կարդալ։ Չէ, կարդամ։ Արդարը կկորսվի ու ուշադրություն ընող չկա։
ու բարի մարդիկը աշխարհեն կվերցվին։ Առանց մեկուն իմանալուն արդարը չարիքի երեսեն կվերցվի։ Անիկա խաղության մեջ կմտնե, ուղությամբ քալողները իրենց անկողնիներու վրա հանգստություն կգտնեն։ Ամեն, այդքանը։ Այսինքն Տերը գիտի ոնց, Տերը գիտի ինչ պիտի լիներ հետո, որովհետև ինքը գիտի նախորդ ինչ պիտի լինի։ Այսինքն եթե ինքը ինչ որ բանից ազատել է, գուցե ինչ որ բանից վերցրել է, ինչ որ չարությունից վերցրել է, ինչ որ հետագա քայլերից ազատել է։ Ես այդպես եմ հավատում, որովհետև ես հավատում եմ ոչ թե գրին, ես հավատում եմ ոչ թե գաղափարին, ես հավատում եմ ոչ թե մտքին, ինչ որ, ես հավատում եմ անձին։ Հայո, հալելույա, այդպես։ Կենթանի իմ Տիրոջը։ Փառք Աստծո։ Ես նրան ճանաչում եմ, ես կարող եմ ասել դա վստահ։ Որովհետև Հիսուս 3 այսօր եւ հավիտյան նույն Աստվածն է եւ նրա տված խոստումները անզղջանալի են։ Անզղջանալի են։ Եթե ինքը մի բան խոստացա։ Աննա ջան, ձեր պարագան, եթե նայենք աշխարհի տեսանկյունից։ Մեկը որ ասենք Աստծուն չի ճանաչում, ինչ պիտի ասեր։ Դե Աննա, դու էլ Աստված ես պաշտում եւ ձեր երեխայի հետ ասենց բան կատարվեց։ Հիմա ինչ կասես։ Եթե ասենք մեկը այդպիսի մի հարցում տա քեզ, որ եթե Աստծուն պաշտում եք, ախր Աստված ինչպես չպահեց քո երեխային, որ երեխատ ասենք խեղդվեց։ Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, ուրեմն հենց դրանից հետո շատերը Երևանում իմ տղայի ընկերներից, իսկ իմ տղան շատ օժտված է եղել եւ շուտով լույս կտեսնի նաեւ դերասաներ եւ ռեժիսորականում սովորում էր ֆակուլտետում եւ գրում էր պոեմներ եւ հոգեվոր շատ հետաքրքիր եւ խորը գործեր ունի գրած, որ շուտով կտպագրվի եւ Համոս Սահյանի հետ միասին մտնելու է հայ գրականության անտոլոգիայի մեջ։ Կարծում եմ շատ հետաքրքիր հոգեվոր գրականություն է, որ հիմա վերջերս քիչ է գրվում։ Ոչ թե նրա համար, որ իմ տղան է, ես նրան չեմ գովել երբեք, բայց հիմա իրավունք ունեմ։ Հետաքրքիր բան, իր շատ ընկերներից շատ այդ դեպքից հետո, որ պիտի հակառակը լիներ, ապաշխարեցին ընտանիքներով։ Մի տղա, որ Եհովայի վկա էր, այդ օրերին ասեց, ես մենակ մի բան եմ լսում իմ ականջի մեջ, այդ գառը ինձ Աստծո խոսքեր խոսում, ասում էր, որ իրական Տերը, իրական Աստված, ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոսն է, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա։ Եվ ասում եմ, միակ բանը, որ ես կարող եմ անել, իմ ընկերոջ համար, որ ուզում եմ անել, որովհետև հիմա, եթե հիմա լինի, ես գուցե կյանքս կտամ, որովհետև շատ էին սիրում, հրաշալի ընկերներ են, Էին եւ Էն։ Իսկ հիմա ներկայով ենք խոսում, որովհետև գիտենք, հավատում ենք, որ կենթանի է եւ մի օր մեր աչքերով պիտի տեսնենք։ Ամեն։ Հետաքրքիր է, ասեց, միակ բանը, որ կարող եմ անել եւ տղաներն ես լավ եմ հիշում։ Մեր բակում հենց այդ մենք ասում ենք բիսեդկա, այդ տեղը, որտեղ արև չի ընկնում, հա, նստարաններ կան, իրանք հավաքվել էին եւ ձեռքերները դրել էին այդ տղա այդ Սերգեյ անուն է իր ընկերոջ Ուսին, ու ինքը ասեց միակ բանը, որ կարող եմ անել, այն ինչ որ ինքը ինձ ասեց, ու իմ ականջների մեջ է, ես ուզում եմ ճանաչեմ այդ Աստծուն, ես ուզում եմ իրան ընդունել, եւ հրաշք կատարվեց եւ դարձի եկավ եւ հիմա զորավոր եղբայր է մեր եկեղեցում երիտասարդ եւ շատ շատերը։ Անցյալ տարի ես եկա փաստորեն այդ դեպքից հետո եւ շատ իմ ընկերներից այստեղ ասում էին. «Ոնց կարող է այդ Աստված, որ դու հավատում ես, ոնց կարող է քո տղայի հետ այդպիսի բան անել»։ Ես աղոթում եմ, ասում եմ, Տեր, ինձ ցավ է պատճառում, ես չեմ ուզում, որովհետև ամեն մեկը չի որ կհասկանա, ամեն մեկը չի որ կընկալի, կընդունի այն ինչ որ ես ասում եմ։ Գուցե համարեն, որ ես ինչ որ փրփուրներից եմ կախվում կամ ինձ ինչ որ սփոփում է դա։ Մխիթարություն, ուղղակի սփոփանք, ոնց որ ինձ ասեցին, բանից է բռնվում, զասալում այդ փրփուրներից է բռնվում։ Հետո ես սկսեցի աղոթել, ասեցի Տեր, խնդրում եմ աղոթքիս մեջ, ես չեմ ուզում այդ խոսակցությունները, ինձանից զատի, չեմ ուզում լսեմ, ինձ ցավ է պատճառում, ես գուցե դեռ պատրաստ չեմ։ Ինչքան աղոթում էի,
առաջնորդվում է աղոթքի մեջ, որ աղոթեմ այդ մարդկանց համար, որ ես իզուր չեմ եկել, որ ես այդ մարդկանց կարող եմ օգնել, այդ մարդկանց, որոնք ինձ փաստորեն երեսից խփում են այն ինչ որ նույնիսկ ուղակի մարդ չի ասի, ուղակի չգիտեմ, չի կարողանա ասի ինչի։ Եվ հետո պարզվեց ինչ, հրաշք տեղի ունեցավ, որ այդ մարդիկ շատ-շատերը իրենցից կարիք ունեին, որ ես խոսեի իրենց։ Ոմանց մոտ իրենց տղաները վատ վիճակում են եւ վատ ճանապարհ են բռնել եւ հետո երբ որ ես իրանց համար աղոթում էի, Աստված բարագա ստեղծեց, որ ես իրենց խոսեմ Աստծո խոսք, որ իրենց օգնեն, որ ճանաչեն Տիրոջը, օգնեն, որ իրանք երեսը դարձնեն Տիրոջը, որ օգնություն հայցեն եւ զորություն, շատ մեծ զորություններ արեց Տերը եւ այդ մարդիկ, որ ասում էին, ուր է այդ Աստված, Աստծո նույն Աստծո զորությամբ իրանց երեխաները հիմա ազատագրվել են այդ ահավոր չարիքից, որը դրակ, այստեղ շատ են օգտագործում, պաստորեն իրանց երեխաները ավելի շատ ունեին կարիք այդ օգնության Աստծո։ Տեր Հիսուս կյանքերը հեղաշրջող Աստված է։ Մարդիկ Իրանի թե ամեն մեկը հասկանա, թե Հիսուս ով է։ Հիսուս միայն ծառայի կերպարանքով հայտնված այդ Աստվածը չէ, որ քայլեց, ասենք իրեն հալածեցին, այլ երկինք ու երկիր ստեղծող Աստված է, որ մի օր այս աշխարհ պիտի գա։ Այո։ Ինձ ատրված ամեն իշխանություն եւ տալիս եմ ձեզ։ Հիմա այդ իշխանությունը մեզ ատրված։ Ինչ փոխեց Հիսուս քո կյանքիդ մեջ։ Արմատական ինչ փոփոխություն տեղի ունեցավ, որ ակնառու ձևով կարող ես համեմատել անցյալիդ եւ ներկայի վիճակը եւ ասել, որ այսպիսի փոփոխություն ունեցանք։ Դե ես արդեն այդքան խոսեցի, ուզում եմ ուղղակի ասել ինչա տեղի ունենում մարդու հետ։ Շատ հետաքրքիր է, շատերը ասում են, «Ո, մենք արդար ենք, մենք կարիք չունենք, ես երբեք ոչ մեկի վատություն չեմ արել»։ Ես պատվիրաններով ապրող մարդ եմ, շատ-շատերը, ես հիմա չեմ դատապարտում, ուղղակի գիտեմ, որ այդպես շատ են ասում, շատ է եղել իմ կյանքում, բայց ես ասում եմ, որ ոչ ոք չի կարող 10 պատվիրան անել, առանց Տիրոջ օգնության։ Տվողը ինքը կարող է անել։ Միայն, ինչու, որովհետև մարդիկ ծնվում են ժառանգած մեղքի բնություն։ Այո։ Դա ես չեմ ասում, դա ասում է Աստծո խոսքը։ Ամեն։ Աստված ասում է դուք սատանայի ծնունդներ եք։ Ես չեմ ուզում վատաբանել, բայց այդ մեղքի բնությունը Ադամով բոլորի մեջ, որ ասում են երեխաները անմեղ են, ոչ երեխաները, անմեղ նույնիսկ երեխան, ծնվում է մեղքի բնությամբ, անկախ նրանից նա մեղք գործելը գործով թե ոչ, այդ բնությունը նա իր մեջ կրում է։ Եվ այդ բնությունը թույլ չի տալիս, որ ինքը կարողանա ապրել Աստծո օրենքներով։ Դա հակացուցված է մարդուն, դա հակառակ է մարդու բնությանը, որտեղ գրված է, որ մարդու սիրտը լցված է ամեն չարությամբ։ Այդպես է։ Փորձում ես 5 անգամ անել լավ բան, 6-րդ անգամ ոտքը տրորեցին, վերջացավ։ Այդ 5 բանը գնում է ջուրը։ Ամենաբարի մարդը դառնում է գազան, որովհետև ինչ եղավ, անձի տպա։ Այդքան բան։ Աստված առաջինը որ արեց, ինձ ազատեց մեղքից։ Բարգասում։ Մեղ գործելուց։ Ինքը ուղղակի ինձ ազատեց, ես կարող եմ իմ մեջ ծնվեց ինքը Հիսուս։ Ես ծնվեցի Աստծուց։ Շատ եմ սիրում այդ խոսքը, բայց հիմա անգիր չգիտեմ, բայց կարող եմ այսպես ասել համարյա անգիր։ Առաջի Հովանու առաջի գլուխ 12-րդ խոսքը, որ նրանք ովքեր հավատացին եւ ընդունեցին, հավատացին նրա անվանը, այսինքն Հիսուսի անվանը, ծնվեցին ոչ թե մարդկային ցանկությունից, ոչ թե մարդուց, ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց Աստծուց ծնվեցին։ Ինչ տեղի ունեցավ, շատ հետաքրքիր մի բան։ Սատանայի իշխանությունից, խավարից, որը գոյություն ունի եւ բոլոր մարդիկ ծնված են, ես տեղափոխվեցի, ես հիմա ասում եմ դա, որովհետեւ իմ վրա զգացել եմ։ Տիրոջ Աստծո թագավորության մեջ, խավարից դեպի լույս, իրա շնորհքով, ոչ թե իմ գործերով, որ ոչ ոք չպարծենա։ Իմ գործերով չէի կարող, ես վատ մարդ չեմ եղել։ Հա, բայց չէի կարողանում անել եւ հոժարություն չունեի անել այն ինչ որ Տերն ասում։ Իմ մեջ չկար այդ բնությունը։
Աստված իմ մեջ դրեց, ինձ ծնեց Վերստին։ Վերստին նոր մարդ դարձրեց։ Ամեն, ամեն։ Հիմա ես չեմ ասում, որ ես սխալներ չեմ գործում, բացարձակ։ Մենք էլ սովորական Կատարյալ մարդ մարդ չկա եւ չկա կատարյալ եկեղեցի, որովհետեւ ինձ շատ են ասում, եթե ես մեկը հավատացյալ ու մի անգամից տեսնում եմ, ի՞նչ է այսպես անում։ Մատնանշում են, այո։ Փառք Աստծուն, որ չկա կատարյալ մարդ։ Ես մի բան եմ ասում, ժողովուրդ, եթե գտնեք կատարյալ եկեղեցի, խնդրում եմ դուրս եկեք, որովհետև դա Աստծուց չի, որովհետև եկեղեցին կատարյալ կլինի, գոյություն չունի կատարյալ մարդ եւ գոյություն չունի կատարյալ եկեղեցի։ Միակ մեկն է, որ կատարյալ է Հիսուս Քրիստոսը։ Ամեն, եւ կլինենք կատարյալ, ինչպես որ ինքն է։ Այո։ Աննա ջան, ասածդ համարը կարդամ, ասածդ համարը։ Կողոսացիս առաջի գլուխ 12 համարը, որ ասեցին խավարից լույսի բերեց։ Ամեն։ Գոհանալով հոր Աստծմե, որ մեզ լույսի մեջ բնակող սուրբերու վիճակին մասնակից ըլլալուն արժանացրեց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ իր սիրելի որդու թագավորությունը փոխադրեց։ Ամեն։ Պատկերացնում ես, մի ապաշխարությամբ Աստված ինչ հեղաշրջում է կատարում կյանքիդ մեջ, խավարին էր պատկանում, հիմա լույսի մեջ ես։ Սատանայի թագավորությունից Աստծո թագավորության մեջ։ Ցնցող է։ Աստծո գործերը անքննելի Մարդու կարիքն է։ Թող ոչ ոք չասի, որ կարիք չունի, վաղ թե ուշ, որովհետև մարդ ստեղծվել է հոգևոր արարած։ Այո, Աստծո հոգին մարդու մեջ էր, չէ՞։ Ինքը հոգևոր, ինքը հոգին ապրելու կարիք ունի։ Մարդ կարիք ունի, որովհետև ինքը հոգևոր արարած է ստեղծվել սկզբանե։ Այո։ Ինքը կարիք ունի ծնվել նորից։ Եթե այդ կարիքը չլիներ, Հիսուսը չէր գա։ Բոլորը կկատարեին 10 պատվիրանը, ինքը չէր գա, չէր խաչվի մեր մեղքերը, չէր վերցնի իր վրա։ Այո։ Իր թանկարժեքարանը չէր թափվի, ու մենք չէինք փրկվի։ Փրկության կարիք չէր լինի։ Այո։ Եթե ի վերուս ծնունդի կարիք չլիներ։ Եթե մեղավոր հրաշալի ասում է, երազում էին, որ ունենային այն ինչ որ մենք ունենք։ Աստծո մարդիկ երազում էին ունենալ, ու մենք հիմա ունենք։ Եվ փառք Աստծո, Հիսուսի այդ հրաշալի այդ չքնաղ այդ հարությամբ ինչեր բերվեց մեզ համար։ Մի քիչ խոսա այդ մասին։ Հարության տոնն էլ մոտենում է, Սուրբ Զատիկի տոնը։ Գիտես, ոմանց համար այդ չենք մեղադրում, որովհետև չգիտեն մարդիկ։ Պատկերացնում են, որ Զատիկը ուղակի, ասենք, ձվեր ներկել է, կամ եկեղեցի գնալ մոմ վառել է, կամ այդ ամբողջ ծիսական մասին մասնակից լինելն է, ավակ ուրբաթը մասնակից եղա, հարության տոնին մասնակից եղա, հետևաբար ես Աստծո առջև հաճելի մեկն եմ, բայց ինչ է նշանակում հարություն։ Երևի ի վերուս ծնունդն է, որովհետև ինքը հարություն առավ եւ մեզ բոլորին տվեց այդ հարությունը, որ ով որ իրեն հավատա, պիտի չկորսվի, մի օր հարություն անի, ունենա կյանք եւ ավելին։ Ես ուզում եմ հիմա խոսել այդ դու ասեցիր որդիական իրավունք։ Այո, հենց այդպես է գրված։ Իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Աստծո որդիներ կոչվելու լինելու։ Դա հրաշալի է, որովհետև մի բան է, որ դու ծառա ես, մի բան է, որ դու որդի ես։ Ամեն։ Ինքը ուզում է, որ մենք լինենք որդիներ։ Փաստորեն, ես այսպես եմ մտածում, որ այն ինչ որ ինքը ախորժեց ունենալ, այն ինչի համար ինքը ստեղծեց երկինքն ու երկիրը, այո, չէ՞։ Այո։ Շատերը ասում են, կա, ասենք, ուրիշ ցիվիլիզացիաներ գոյություն ունեն, ուրիշ մոլորակներ, որտեղ մարդիկ են ապրում, շատերն են ասում, սկսում են մտածել դրա վրա։ Աստվածաշունչը երգում է։ Այո։ Աստվածաշունչը ասում է, որ երկիր մոլորակը եւ նախ բոլոր մոլորակները ստեղծվեցին երկրի համար, իսկ երկիրը ստեղծվեց մարդու համար, բնակության։ Ամեն, որպեսզի Աստված ունենա իր ընտանիքը։ Ճիշտ է, որ ունենա որդիներ։ Պատկերացա։ Ի վերջո Աստծո նպատակը դա էր։ Եվ Հիսուսի գալուստով դա եղավ, խաչի վրա ծնվեց եկեղեցին, այսինքն ծնվեց այդ հոգևոր ընտանիքը։ Այդ թափված արյունից, այդ իր կողից բխած արյունից եկեղեցին ծնունդ առավ եւ ինչ կատարվեց։ Հիսուս խաչի վրա մեռավ, դրվեց գերեզման, այս երկրի վրա գործող օրենք է սա։ Մեկը մեռավ, գերեզմանը կդրվի։ Բայց տեղի ունեցավ գերբնականը, այսինքն այս երկրի վրա չգործող մի օրենք, հարությունը։
եւ փառք Աստծո։ Եվ այդ հարությունը, որ գերբնական է, Աստված այդ հարության զորությունը կտա բոլոր նրանց, ովքեր որ կհավատան, ովքեր կհավատան։ Շատ հետաքրքիր է, ես երեք զրուցում էի նույնիսկ ինչ որ վիճաբանության պես մի բանը գնաց ասել, ասում են բոլոր իրենց Աստված ունեն ամեն մեկը, իսկ ով ասեց որ դուք եք ճիշտ։ Ով ասեց։ Մարդիկ են ասում, որոնք համարում են իրենց քրիստոնյա, որ խոսացնում են, ես ավելի լավ քրիստոնյա եմ։ Հենց որ խոսքը գալիս է կոնկրետ գործնական քայլի, իսկ ով ասեց, որ դուք եք ճիշտ։ Ու ես մտածում եմ այսպես, որ որովհետև Հիսուսը միակն է, որը մեռելներից հարություն առել։ Ամեն։ Կա այդպիսի օրինակ։ Այո։ Չկա։ Ինքը միակ գոյություն չունի։ Ինքը միակն է, որ եկավ որպես վկա, այո, գործնական 40 օր երևաց եւ պատմեց Աստծո արքայության մասին գործնականորեն։ Իրեն շոշափեցին։ Մինչև հիմա ինքը պահում է իր վերքերը։ Եվ երկրորդ անգամ այն ինչ որ մարդիկ տվել են, միակ բանը որ մարդկանցից մնացել է գուցե այդ վերքերն են։ Հա, ինքը եկավ ու պատմեց, ռեալ պատմեց այն տեղի մասին, այն աշխարհի մասին, այն քաղաքակրթության մասին, եթե կարելի է, այն վերին Երուսաղեմի մասին, որը պատրաստված էր։ Ամեն, այո։ Շատ ճիշտ է, աստվածային ճշմարտություններ են, Ինքը եկավ ու ասեց, որովհետև առաքյալը ասում է, մենք նա որին շոշափեցինք, որին խոսեցինք, որի հետ առնչություն ունեցանք եւ հիմա ուզում ենք, որ իր խոսքով, մեր միջոցով, իրար միջոցով մենք իրան վայելենք մեր մեջ։ Ամեն։ Մենք կարիք ունենք այս գիրքը, որը կոչվում է Աստվածաշունչ, իսկապես մի անգամ մեր մարդկային գիտությունը, մեր իմաստությունը մի կողմ դնելու ասելու ես ուզում եմ իմանալ ոնց որ ես արեցի ոչ թե որ ես լավ շատ լավն եմ բայց ես ուղղակի այդպես արեցի եւ գուցե մարդիկ իրոք եթե ուզում են իմանալ ասել ես ուզում եմ քեզ ճանաչել Տեր եթե դու իրական կենթանի Աստված ես քեզ հայտնիր Ես ուզում եմ այդ քայլը անել, ես ուզում եմ հավատալ, ես ուզում եմ քեզ վստահել, որովհետև առաջի հայտնությունը այդ բարի լուրը, ավետարանը ինչ է, բարի լուրը, առաջի բարի լուրը ինքը Հիսուսը արեց, ինքը եկավ ու սկսեց ինչ անել, պարզ ավետարանչություն, որովհետև մարդիկ շատ իմաստացել էին, ինքը ընտրեց այդ ձևը, ինքը կարող էր անել դա հրաշքներով, որ անում էր, բայց ավելի ինչ որ բաներ, բայց ինքը ընտրեց մարդկային փոխհարաբերությունը բերանից բերան 12-ին, 70-ին, չէ, ինքը ընտրեց այդ ձևը։ Եվ հետո ասեց գնացեք եւ քարոզեք։ Դա բարվարար է մարդուն։ Պարզվում է, որ դա ամենաօպտիմալ ձևն է։ Այո, հավատքը լսելն է։ Երբ որ խոսվի։ Լսելը Աստծո խոսքից։ Հռոմեացիս 10, չէ։ Այո, շատ ճիշտ է։ Հա, եւ ինքը բավարար է, կատարվում է այդ բանը, այդ հարությունը կատարվում է, այդ իվերուս ծնունդը կատարվում է մարդու մեջ, այդ հրաշալի է։ Ես չգիտեմ, այս մեր խոսակցությունը ինչ որ մի պտուղ կտա։ Ես կարծում եմ, որ անպայման, որովհետեւ պարաբաներ չի լինում։ Կտա, ու ես ուզում եմ իսկապես, որ մենք լինենք նրանք, ոչ միայն նրանք, ովքեր ուղակի Տեր են կանչում։ Իրան հարցրեցին, ասեցին. Տեր Ոնց անենք, որ Աստծո գործերը գործենք, ասեցին, հավատացեք նրան, ում որ ուղարկել է։ Ամեն։ Չէ՞։ Այո։ Ասեց, նրանք չեն հավատքի մարդիկ, ովքեր ուղակի լսում են, նրանք ովքեր լսում են, պահում են եւ գործում են եւ քայլ են անում գործելու, որովհետեւ մարդը, որը արդեն ապաշխարել է, կարիք ունի եւ լսելու եւ դավանելու, պահելու Աստծո խոսքը, որ Տերը իր Տերն է եւ գործելու ինքը այդ կարիքը ունի եւ կարծում եմ, որ նրանք հիմա ժամանակները մոտեցել են իսկապես մոտեցել են մենք որ ապաշխարեցինք մեր եկեղեցում շատ են դերասաններ, ռեժիսորներ, արվեստի մարդիկ բոլորը ծիծաղում էին ասում են հաստատ երկրորդ գալուստը մոտ որ դուք ապաշխարեցիք Ուրեմն մի բան կա, հա Ուրեմն մի բան կա, բայց ես չեմ ուզում ուղակի հավատքի մարդ կոչվել, ես ուզում եմ գործել, ես ուզում եմ պտուղ բերել Ես ուզում եմ, որովհետև այն ճյուղը, որ պտուղ չի բերում, կտրում են։ Այո, եւ գցում են կրակ։ Ես ուզում եմ մեկին 30, 60 ու 100 պտուղ բերել։ Ես ուզում եմ, որ այն ինչ որ ես ունեմ, ունենան մարդիկ։
Ես ուզում եմ, որ Տիրոջը վայելեն, իր հետ քայլեն։ Եվ ամեն մեկին կտրվի այդ բանը, եթե ցանկանան։ Օրինակ Աննա ջան, ասեցի, որ շատեր ասում են, որ մենք քրիստոնյա ենք, մեզ էլ ինչ է պակասում։ Հետաքրքիր է իմանալ քո բնորոշումը իբրև քրիստոնյայի։ Ով է ճշմարիտ քրիստոնյան։ Ճշմարիտ քրիստոնյան նախ նա է, ով սրտով հավատում է եւ դավանում է, որ Հիսուս իր Տերն է, իր Փրկիչն է, անձնական։ Ամեն։ Հավատում է, որ հարություն է առել մեռելներից, որովհետեւ Պողոս առաքյալը ասում է, եթե չկա հարություն, եկեք ուտենք ու խմենք, ու մեր աշխարհի գործերը մուտ գործենք, որովհետեւ իմ անձին դա օգուտ է, վաղը մեռնել կա ու վերջ, պատասխան չկա ու չկա կյանք դրանից։ Եվ պարապ տեղը քարոզում ենք։ Ես հա մենք էլ ենք ստախոսներ։ Բայց իրականում կա իրական քրիստոնյան նա է, ով կարիք ունի, ով ապաշխարում է, գիտակցում է, նախ գիտակցում է իր մեղքը, ինչից է սկսվում։ Պիտի գիտակցես, որովհետև մթագնած է մեր ուղեղը ճանաչողությունից։ Այո։ Այդ քողը մեզ վրա է, գիտակցես, որ դու կարիք ունես, գիտակցելուց հետո անես քայլը, զղջաս, զղջալն էլ բավարար չի, դատապարտես քո մեղքերը, դատապարտես, դու ինքդ մեղքդ դատապարտես, հետո խնդրես, որ Տերը քեզ ների, հետո որ խնդրես, որ քեզ ների, Աստծո ասում է, որ Տերը խնդրողին ներում է իր անցյալ, ներկա եւ ապագա բոլոր մեղքերը եւ չի ուզում հիշի այդ մեղքերը, դա չի նշանակում պայմանով, չհիշելու, այդ ես ասեմ, բայց ես արել եմ, Տեր ասում է, չեմ հիշում, ես չեմ հիշում, ինձ մի անգամ ասեցին, օ դու, Աստծի խնդրում եմ, իմ ամենամոտիկ մարդը ասեց, Աստծի խնդրում եմ, Տերը ինձ ներել է Եվ օգնելա, որ ես էլ ինձ ներեմ, դա էլ շատ կարևոր է։ Մեկ մարդիկ չեն կարողանում իրենց ներել։ Չէ, մշտական դատապարտողի դերում է։ Եթե ինքը ինձ ներել է, ես ով եմ, որ ինձ չներեմ, ու խնդրում եմ, դու այլևս մի հիշի, որովհետև ես էլի եմ սխալվում, եւ դրա համար առաջի Հովանու թուղթը ասում է, որ կարիք ունենք իրար մոտ եւ խոստովանելու, եւ ապաշխարելու անընդհատ, եւ Տիրոջ զորավորությունը զորավորա մեզ այդ ընթացիկ մեղքերից, գուցե սխալներից մեզ մաքրելու Փառքասում, դա չի նշանակում, որ ապաշխարեցի, ես էլ մեղավոր չեմ, անեմ, ապրեմ իմ հին կյանքով, հակառակը։ Բայց դրանից հետո Տերը զորավորա մեզ ներելու, լիակատար ներում, բացի դրանից, ինքը տալիս է մեզ կյանք ու ավելին, այդ մի քաղցրությունը, այդ մի ջերմությունը, այդ կյանք հայրոք։ Ես անդադար եմ հիշում։ Երբ որ ինքը շուռ եկավ ու աշակերտներին ասեց, դուք էլ եք ուզում ինձ լքեք, այդ հացի բազմացումից հետո ասեցին, չէ, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Հալելույա, այո։ Իմ մեջից եթե իրան հանեն, իմ մեջից կհանեն կյանքը։ Իրանով եմ ես տեսնում ամեն ինչ։ Իրանով եմ ես անցնում բոլոր դժվարությունները։ Իրանով է բացվում բնությունը ինձ, իմ աշխատանքը նորով եմ սկսել տեսնել։ Իրական քրիստոնյան նա է, որը կարիք ունի քայլելու Տիրոջ հետ, որը կարիք ունի փնտրելու Տիրոջ երեսը, Տիրոջ կամքը իր կյանքում եւ խոնարհաբար կատարելու, փորձելու կատարելու, որովհետեւ Տիրոջ նորքը այնքան շատ է, որ քեզ կօգնի նույնիսկ անհնարին բաները հաղթահարելու։ Եթե այդ իրականքն է, ուրեմն ինքը զորավոր է քեզ անցկացնելու այդ տեղից։ Ինչքան էլ դա դժվար լինի, որովհետեւ ինքը ասել է, այո, նեղություններ կունենաք, դուռը նեղ է, մտեք նեղ դռնով, ինքն է ասել, բայց ինքը զորավոր է մեզ ամեն բանում օգնելու։ Ինքը մեր կողմից է, ով է մեզ դեմ, ինքը մեր օգնականն է, ինքը եկա որ մեզ ծառայի ու ծառայում է շարունակում է ծառայել մեզ։ Ամեն։ Հրաշալի է իր հետ ապրելը։ Մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, իրապես չզգացինք, թե ինչպես ժամանակը թռավ։ Արդեն 1 ժամվան ենք մոտենում եւ այս խոսակցությունը ամբողջությամբ հոգեվոր Հիսուս Քրիստոսի անձի շուրջը
կատարվեց եւ կարծում եմ, որ հոգեվոր շինություն էլ պիտի լինի։ Աննա ջան, քո վերջի խոսքով, պատգամով մեր հայրենակիցներին ավարտենք այսօրվա հաղորդումը։ Ես շատ ուզում եմ հիմա, որ նրանք, ովքեր կարիք ունեն, նրանք, ովքեր էլ չեն կարող իրենց կյանքի համար պայքարել, որովհետև երբեմն մենք շատ բաներ ենք ջանում եւ ոչ մի օգուտ։ Նրանք, ովքեր կոտրված են եւ ուղակի սիրո կարիք ունեն, մի սիրո, որ ոչ ոք չի կարող տալ։ Ես դիմում եմ իմ քույրերին եւ եղբայրներին։ Ուղակի մի բան, դուք Հիսուսի կարիքը ունեք, ինքը կենդանի է, և հավատացեք, որ Տերը շատ է ուզում այդ, շատ, Տերը թակում է ձեր սրտի դուռը, ամեն վարքյան, և համբերատար սպասում է, որ դու բաց անես և հրավիրես իրան, ինքը կարող է շատ լավ ընկեր լինել, շատ ավելի մոտ, քան որևէ մեկը, դու կարող ես բացել իրան քո սիրտը, այն ինչ որ ունես, ամեն մանրամասնություններով, ինքը մեկն է, որը չի դավաճանում, ինքը մեկն է, որ խոսք է տալիս ու իր խոստումը կատարում է, ինքը խոստացավ մեզ տալ կյանքո ավելին, այդ ուրախությունը, որ աշխարհը չունի, այդ խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կարող է ինքը տալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, որը կենդանի է ու հիմա ներկա է, որտեղ ես հավատում եմ, որտեղ 2-3 հոգի հավաքվեն, Տերը այնտեղ է, որտեղ իր անունով հավաքվեն։ Ես հիմա ուղղակի խնդրում եմ, ես գուցե հիմա աղոթեմ, սիրով ազատ զգա, եւ ով ուզում է թող միանա այդ աղոթքին, գուցե դու բացես քո սիրտը եւ քո անձը, ասես ես էլ չեմ կարող։ Ես դիմում եմ իմ քույրերին, հիմա գուցե ապագա քույրերին, որոնք նստած են, հավատա, որ այսօր կարող է տեղի ունենալ քո կյանքի ամենահրաշալի եւ անմոռանալի իրադարձությունը։ Այդ ընդունելությունը։ Դա կարող է տեղի ունենալ, եթե դու ուզենաս վստահես ոչ թե ինձ, որտեղ ես չեմ եկել իմ անունից։ Ես եկել եմ, որովհետև Տերն է ուղարկել։ Ես հիմա խոսում եմ, որովհետև Տերն է ուզում, որ խոսամ քեզ։ Ես հիմա կաղոթեմ, բացիր քո սիրտը, արի ինչպիսին, որ դու ես։ Հիսուս քեզ սիրում է այդպիսին, ու դու մեկն ես այս աշխարհում։ Քո նմանակը չկա, ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Տերը քեզ անունով կանչեց մինչև երկինքն ու երկիրը ստեղծելը, ու ուզեց, որ դու նորից ծնվես Իրանից։ Փառք Տիրոջ, եկեք աղոթենք։ Ես հիմա կաղոթեմ կարճ, որովհետև իմ աղոթքի ճոխության կարիքը Տերը չունի։ Այո։ Ես կաղոթեմ անկեղծ, այնպես ինչպես աղոթում եմ միշտ, լավ։ Ամեն։ Փառք քեզ, երկնային Հայր։ Փառք քեզ, Հայր։ Քեզ փառաբանում եմ Հիսուսի անունով, քո միածին որդու։ Շնորհակալ եմ ես պարագայի համար, որ կարող եմ այստեղ նստել ու քեզ վկայել, Տեր, փառք քեզ դրա համար, շնորհակալ եմ իմ եղբոր Վարդանի համար, այս հաղորդման համար, բոլոր նրանց, ովքեր գալիս են ու խոսում են քո մասին, ովքեր քո վկաներն են գործնական, ովքեր քեզ իսկապես ճանաչում են, Տեր, ու սիրում են ու նվիրված են քեզ, Տեր, փառք քեզ, շնորհակալություն այդ մարդկանց համար, Տեր, հիմա աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր քո կարիքը ունեն, Տեր, դու ողորմած ես Հիսուս, դու շատ ուզեցիր նրանց ծնել, Տեր, խոսքով, ու հավատում եմ, որ այս խոսքով շատերը կծնվեն ի վերուստ, Տեր, հիմա աղոթում եմ այդ կոտրված սրտերի համար, աղոթում եմ բոլոր խոցվածների համար, քո զորությամբ, քո տված իշխանությամբ, բոլոր նրանց համար, ում սիրտը վիրավորված է, ով էլ ոչ մի տեղ չունի գնալու, ով չունի ճանապարհ, դու ես ճանապարհ ու հարություն ու կյանք, Տեր, աղոթում եմ, որ իրանք իրենց գտնեն քո ճանապարհին, Տեր, ու քո վեմի վրա հաստատվեն, Հիսուս, ես բարեխոսության աղոթք եմ մաղում, Տեր,
Խնդրում եմ, դու լսում ես ու դու գիտես ամեն մեկի սիրտը, որովհետև դու երիկամուկ քննող Տեր ես։ Դու գիտես ամեն մեկի հոգսը, Տեր, քո խոստման համաձայն, որ ասեցիր, եկեք ինձ մոտ բոլոր բեռնավորվածներ ու հոգնածներ, Տեր, վերցրու այդ բեռները, Տեր։ Հիսուս, ես աղոթում եմ իմ ժողովրդի համար, որին դու շատ սիրում ես, ու ես սիրում եմ անչափ, Տեր։ Բարեխոսում եմ ամեն մեկի համար, ով հիմա լսում այս հաղորդումը, անկախ նրանից կասկածում է, թե չի կասկածում, Տեր, անկախ դրանից մի օր մենք քեզ տեսնելու ենք եւ ծունկ ենք ծռելու քո առջեւ, բոլորը, թե երկնքում, թե երկրի վրա, թե սանդարամետում, Տեր։ Փառքես Հիսուս, փառքես Հայր, Որդի ու Սուրբ Հոգի, մեր կենթանի Տեր ու Փրկիչ, մեր Աստված։ Ամեն։ Ամեն։ Սիրելի Աննա, Աստվածային օրհնությունները թող քո, Արմենի եւ ընտանիքիդ վրա լինի։ Ամեն։ Սիրելի բարեկամներ, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը բոլորի հետ լինի։ Ամեն։